լուրերը շարունակում է աշխատանքը առաջինի ուղիղ եթերում ես Շուշան Սաքունցն եմ, բարև ձեզ։ Գործադիրը հաստատել է կառավարության 2026-ից 31 թվականների գործունեության ծրագրի մասին որոշման նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և 4-րդ հանրապետության տեսլականի վրա։ Հայաստանի ղեկավարը նշել է, սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը, վերափոխումը, որը ներառված է կառավարության ծրագրում։ Նա նաև ընդգծել է, կառավարությունը ձևավորվել է հունիսի 7-ի ընտրության արդյունքով։ Արդյունքով հաղթել է նաև իրական Հայաստանի գաղափարախոսությունը, դառնալով պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է Հայաստանը։ Ըստ վարչապետի, Հայաստանը թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում են 4-րդ հանրապետություն։ Եթե Հայաստանի 3-րդ հանրապետությունը հիմնված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդ հանրապետության հիմքում խաղաղության տրամաբանությունն է, նշել է վարչապետը, հավելելով, որ այժմ հնարավորություն է ստեղծվել լիարժեք վերադառնալ 2018-ի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության օրակարգի դեռևս չիրականացված հատվածի իրագործմանը։ Միայն հակամարտության և խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն և գործառույթ ունի պետությունը։ Երրորդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ և ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը և Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավագ և միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է և նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է Ղարաբաղյան շարժումից։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետև սա էական արձանագրում է, բայց նաև վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեությունը, ընդ որում մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր և առանձնահատուկ նրբություն։ Մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ այդ էջերի բովանդակություն պարզ է և բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը, կարդանք, տեսնենք, թե ինչ է գրված այդ էջերում, և այդ էջերի ընթերցումը և այդ էջերի հետ գործնական, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ և նաև ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաև իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ հակառակը։ Բայց սա սկզբունքային կարևոր հարց է նաև 2021 թվականի ընտրությունները և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելու համար։ 2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր, կոտորակ, դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին և այլն և այլն, այն ինչ Երրորդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական և կարևոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենաակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական
ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը։ Իհարկե դա տեղի չի ունեցել մի օրում եւ միանգամից, սա շատ կարեւոր է, որովհետեւ 2021 թվականի օգոստոսին ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը ես այս դրվագի մասին ասել եմ արձանագրելով, որ նախընտրական քարոզչությունը որպես կենթանի process իր հետ բերել է նոր բովանդակություն եւ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է։ Օրվա ճեպազրույցում վարչապետին հարց են ուղղել կառավարության հնգամյա ծրագրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին։ Ինչ ազդեցություն են ունենում երրորդ երկրից հնչող ԵԱՏՄ Եվրամիություն հանրաքվեի հայտարարությունները արտաքին միջավայրի կայունության վրա։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հայտարարությունը չի ընկալել որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից, տեսեք, վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար, նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսեյան խաղաղության մրցանակ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերի համար։ Սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետը Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վիսպադենում, Հեսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում, տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների աջակցությամբ դրան հաջողվեց Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, նաև նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը, նշվում է հաղորդագրությունում։ Հեսեյան խաղաղության մրցանակը կազմում է 25,000 եվրո, այն նպատակ ունի գնահատելու պատերազմների բռնության վտանգ պարունակող հակամարտությունների դադարեցման ուղղված ջանքերը, նաև ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստող ներդրումները։
Օլիմպիադանում բացահայտվել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր, ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության պարզվել է 10,500 քառակուսի մետր մակերես ունեցող մարզահամալիրի կառուցման համար 2013-ից 15 թվականներին հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվել է ընդամենը 665 միլիոն դրամի շինարարական աշխատանքների, ծառայությունների և շինանյութերի ձեռքբերումը։ Միաժամանակ հետագայում նույն մարզահամալիրը որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ անկախ գնահատողի կողմից գնահատվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Նաև ընդհանուր 614 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի մի մասը տեղում չի հայտնաբերվել։ Այսպիսով ձեռք բերված փաստական տվյալները հիմք են տվել ենթադրելու, որ պետությանը պատճառված հնարավոր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման։ Թրամփի խոսքով տնտեսական հետևանքների կբախվեն նաև Իրանին օգնություն ցուցաբերող երկրները։ Արտգործնախարար Արաղչիի գնահատականով ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը կհանգեցնի նոր պարտությունների։ Այս ժամի միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին ամենակործանարարը աշխարհում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հնարավորություններ տվել Իսլամական Հանրապետությանը գնալ գործարքի, սակայն Թեհրանը չի օգտվել դրանից։ Սա կլինի աննախադեպ մեկուսացում, նրանց նավատորմը ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, գործարանները վերածվել են ավերակների, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Թրամփը հավելել է, այժմ ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնություն է ցուցաբերում Իրանին, նույնպես կբախվի տնտեսական հետևանքների։ Նա կոչ է արել դաշնակիցներին կանգնել ԱՄՆ-ի կողքին։ Իրանը միջուկային զենք չի ունենա, կրկնել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։ Նաև չնայած Իրանի հակառակ պնդումներին, Թրամփը հավատացրել է, որ ամերիկյան կողմը վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ երեք այնտեղով բազմաթիվ նավեր են անցել։ Մարդիկ այլընտրանքներ են փնտրում Հորմուզի նեղուցին, իսկ դրանք կան Տեխաս, Ալյասկա, Լուիզիանա։ Այժմ շատ խողովակաշարեր են կառուցվում, տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանն արձագանքել է Թրամփի հայտարարություններին, արտգործնախարար Աբբաս Արաղչին անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը, նշելով, որ այն կհանգեցնի նոր պարտությունների եւ իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ պետությունների ինքնիշխանությանը, նշել է իրանցի դիվանագետը։ Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին եւ մայրաքաղաքին։ Շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել։ Ըստ տեղական իշխանությունների Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, կան ավերածություններ։ Վնասվել են նաեւ դպրոց եւ մանկական հիվանդանոց։ Զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ, 40 մարդ վիրավորվել է։ Օգոստոսի 21-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ Կիևում թիրախավորվել են ԱԹՍ-ների եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարան, նաեւ հեռահար ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություն։ Հարված է հասցվել նաև Խերսոնին, շտապօգնության աշխատակիցներ են տուժել, կան զոհեր։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը, ինչպես նաև Ղրիմը։ Հերթական անգամ ԱԹՍ-ներ են ընկել Մոլդովայում եւ Ռումինիայում։ Սարքերի պատկանելության մասին տեղեկություններ չկան։ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շփվում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ եւ առաջիկայում նրանք կարող են հանդիպել։ Նրան դուր չէին գալիս ԱՄՆ նախկին նախագահները, բայց ես դուր եմ գալիս, շատ լավ հարաբերություններ ունենք, շարունակել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկ ունի եւ պետք չէր թույլ տալ, որ նման բան տեղի ունենա։ Նա հավատացրել է, քանի դեռ ԱՄՆ նախագահն ինքն է, Ճապոնիան եւ Հարավային Կորեան կարող են ոչնչից չվախենալ։ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ Հարավային վարժանքներին, շեշտել, չէր ցանկանա, որ Հյուսիսային Կորեայի դեմ նման մասշտաբային զորավարժություններ իրականացվեին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կրճատել դրանք։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի։ Ուշադիր հետևում ենք սիրիական ուղղությամբ զարգացումներին, պետք է պատրաստվենք, թույլ չենք տա թշնամական ուժերին ամրապնդել դիրքերը մեր սահմաններին, նշել է պաշտոնյան։ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել։ Ավելի վաղ հրեական պետության ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված էին հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում։ Դամասկոսը մեղադրել է Իսրայելին օկուպացիոն քաղաքականություն վարելու համար։ Իսրայելն էլ մեղադրել է Սիրիային անվտանգային ստատուս քվոն խախտելու եւ Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլ տալու համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն անհարկի էսկալացիա էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև իրավիճակի լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։
Դիանա Գասպարյան, լուրեր։ Օգոստոսի 19-ին ժամը 21-ի սահմաններում Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած գազ 53 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը Սուրեն Մամրեի Վարդանյանը մահացել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը եւ վշտակցում եւ զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին։ Դեպքի հանգամանքները ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Վրաերթի ենթարկված մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ եւ գտնվում են բուժանձնակազմի հսկողության ներքո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։ Նոր Հաչնի պոլիկլինիկայի կառուցման շինհրապարակում կրունկի ընկնելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնել են, որ տվյալ շինարարական հրապարակում շինարարություն իրականացնող կազմակերպությունում տեսչությունը ստուգում է իրականացրել 2024-ին, սակայն դա վերաբերել է աշխատանքային իրավունքի ստուգաթերթով նախատեսված հարցերին։ Խնդիրը այն է, որ տեսչականը ստուգումներ անում է ըստ ռիսկայնության աստիճանի։ Ժամը 3-ն էր, մի թեթև ձեն լսեցի, դուրս եկա, նայեց ես կողմ, նայեց այն կողմ, սա բոլորը վազում են այն կողմի վրա։ Ես էլ վազեցի, ինչ որ ճիշտն է, ասել ատենամ ինչ ա եղել, որ վազում են։ Անգելա։ Այս կրունկի զամբյուղները ընկել Նոր Հաչնի պոլիկլինիկայի կառուցման շինհրապարակում, վրան 3 մարդ։ Իրանք աշխատանքը վերջացրած, ուզել են, որ իբր ավելի հեշտ ճանապարհովիչն են։ Զիրավարդ Սահակյանը պատմում է, այն պոկվել ընկել է հարևան տանայգին, երկուսը մահացել են, մյուսը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այդ տան բնակիչները տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, ասացին այդ պահին տանը չեն եղել։ Շինարարությունը թեպետ տանը մոտ էր, բայց շինարարները երբեք իրենց նեղություն չեն տվել։ Դժբախտ պատահարից մեկ օր անց տարածքում երեխաների հանդիպեցինք, պատմում են, իրենց աչքով տեսել են կրունկի զամբյուղի ընկնելը։ Հետքերը դեռ պարզ երևում էին։ Մահացած տղամարդկանցից մեկը 37 տարեկան էր, մյուսը 40։ Ինչ խնդիր է եղել, արդյոք կրունկը սարքին է եղել ու ստուգված, փորձեցինք պարզել Կապալառու Աշկար ընկերությունից։ Միայն կարողացանք ներկայանալ, առանց որևէ հարց լսելու զանգին պատասխանողն ասաց, որ հարցերի չի պատասխանի ու անջատեց։ Հաջորդ զանգն անպատասխան մնաց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, օրենսգրքի շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով։ 2 անձ է ձերբակալվել, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում էլ հարուցվել է վարչական վարույթ։ Տվյալ շինարարական հրապարակում շինարարություն իրականացնող կազմակերպությունում պետք է իրականացվի վերահսկողություն շինարարության ոլորտում աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման ամբողջական պահանջների պարզելու նպատակով։ Իսկ մինչև այս դեպքը տվյալ կազմակերպությունում ստուգումներ իրականացվել են։ Նախնական նույնականացված ընկերությունում, սահմանափակ պատասխանությամբ ընկերությունում 2024 թվականին տեսչական մարմինը իրականացրել է ստուգում, սակայն ստուգումը վերաբերվել է աշխատանքային իրավունքի ստուգաթերթով նախատեսված հարցերին, որոնք նախատեսում են աշխատավարձի, աշխատանքային պայմանագրի բովանդակության, աշխատաժամանակի վերաբերյալ հարցեր։ Մանրամասնում են, տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է ըստ տարեկան ծրագրի, որը կազմվում է ըստ ռիսկայնության աստիճանի։ Իսկ մյուս դեպքերում արդեն ստացված պետական մարմիններից կամ այլ աղբյուրներից, ու մասնավորապես տվյալ դեպքով դժբախտ դեպքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա նաև իրականացվում են ոչ պլանային ստուգումներ կամ վարչական վարույթներ։ Տեսչականից նաև նշում են, իրենց կարևորագույն գործառույթներից է իրազեկումը։ Ներկայացվում են աշխատանքային իրավունքի, ինչպես իրավական հարցերի վերաբերյալ պահանջները, նաև առողջության անվտանգության հարցերը, այսինքն վերահսկողության գործիքակազմը դրա կարևորագույն բաղադրիչը իրազեկումն է, ինչպես նաև վերահսկողությունը իր համապատասխան ընթացակարգերով։ 2025-ին սակայն շինհրապարակում դժբախտ պատահարների պատճառով 10 մարդ է մահացել, 15-ը մարմնական վնասվածքներ ստացել։ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 2 մահ, 2 անձ էլ վնասվածքներ է ստացել։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։ Այսքան էր այս ժամի համար, մնացեք առաջինի հետ։